Բարև ձեզ, եթերում հրապարակային շաբաթն է։ Շաբաթը լի էր տարբեր իրադարձություններով եւ այդ իրադարձությունների մասին այսօր մենք եթերում խոսելու ենք Մարդու իրավունքների նախկին պաշտպան Միասնության ԹՎ շարժման ղեկավար Արման Թաթոյանի հետ, որին բոլորը ճանաչում եք։ Պարոն Թաթոյան, շաբաթը իհարկե տարբեր իրադարձային նյուանսներ ուներ եւ կարելի էր բազում թեմաներից սկսել խոսակցությունը, բայց թերևս ամենաաղմկոտ, ամենասկանդալային հայտարարությունը դա եղավ Գերմանիայում Նիկոլ Փաշինյանի այցելության ժամանակ, երբ նա հայտարարեց, որ առաջարկում է Իլհամ Ալիևին իր սիրած հայելային ոճով երկուստեք փակել այդ թեման, Իլհամ Ալիևը փակի Արևմտյան Ադրբեջանի թեման, իսկ մենք փակենք Արցախ վերադարձի թեման եւ նույնիսկ հայտարարեց, որ ինքը արցախցիներին ասել է, որ վտանգավոր է այդ թեման բարձրացնել, պետք է հրաժարվել դրանից եւ առհասարակ ինքը Արցախի շարժումը համարում է փակված Հայաստանում։ Ընդ որում, գիտեք, ես ուշադրություն դարձրեցի, որ վերջին տարիներին հնչած ամենասկանդալային հայտարարությունները չգիտես ինչու արել է հենց Սփյուռքում, տարբեր համայնքներում։ Հիշում եք ցեղասպանության մասին հայտարարություն արեց Փարիզում, որ առաջի հայտարարությունն էր, որ հրաժարվենք եւ այլն, հետո մի անգամ Ստամբուլում ասաց Թուրանի ջուրը եկեք միասին խմենք եւ այլն, եւ հիմա փաստորեն երրորդ անգամ Գերմանիայում այդ փոքրաթիվ համայնքի ներկայությամբ ինքը այդպիսի հայտարարություն է անում։ Սա բավականին աղմուկ բարձրացավ, սրանից հետո ես գիտեմ, որ դուք բավականին ուշադիր հետևել եք այդ իրադարձություններին, նաև ունեք նախկինում արված մշակումներ, ուսումնասիրություններ, թե ինչպես եղավ, որ 5 տարվա մեջ Ադրբեջանը, Ալիևը այդքան խորացրեց Արևմտյան Ադրբեջան կոչվող այդ կեղծ արհեստածին եզրույթը եւ ինչպես եկավ հասավ նրան, որ մեր հազարամյակներով պահպանած մեր Արցախը եւ Արևմտյան Ադրբեջան այդ արհեստական կեղծ խոսույթը դրվեց մի հարթության մեջ եւ դա անում է հիմա արդեն Հայաստանի ղեկավարը փաստորեն։ Նախ մի հարց եմ ուզում հստակեցնենք։ Երբեք չի կարելի այս երկու հարցերը հավասարեցնել կամ նրանց միջև դնել հավասարության նշան։ Արցախցիների վերադարձի հարցը հումանիտար, բացարձակ հումանիտար հարց է եւ մարդու իրավունքների հարց է։ Դրանից բացի արցախցիների վերադարձի հարցը միջազգայինորեն ճանաչված է։ 2023 թվականի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը իր ընդունած որոշմամբ հստակ արձանագրեց, որ Ադրբեջանի պարտավորությունն է եւ դրեց Ադրբեջանի վրա պարտավորություն ապահովել արցախցիների արժանապատիվ, ապահով կամավոր վերադարձը եւ հնարավորինս արագ։ Նրա վրա գրադրված հստակ պարտավորություն։ Սա գործող ակտ է, ընդ որում հետաքրքիր է որն է, որ այս ակտը կայացվել է Հայաստանի կառավարության դիմումի հիման վրա։ Դրանից հետո 2023 թվականի, դրանից բացի 2023 թվականի հոկտեմբերին գոյություն ունի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հստակ հայտարարություն, որին միացել է նաև Հայաստանը, Անվտանգության խորհրդի անդամ երկրներ ՄԱԿ-ի, որտեղ նույնպես ճանաչված է վերադարձի իրավունքը։ Դրանից բացի մի շարք երկրների արտաքին գործերի նախարարություններ, այդ թվում Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Շվեյցարիա, խորհրդարաններ, Եվրամիության նաև խորհրդարանի հայտարարությունը, որոնք ճանաչում են արցախցիների վերադարձի իրավունքը եւ նշում են, որ Ադրբեջանը ունի այդ ճանաչում են Ադրբեջանի այդ պարտավորությունը։ Այսինքն սա բացարձակ հումանիտար հարց է եւ մենք ակնհայտ տեսել ենք մեր աչքի առաջ ամեն ինչ տեղի ունեցել, էթնիկ զտումները, բռնագաղթը, տեղահանումները բռնի։ Երկրորդը, որը վերաբերում է արդեն այսպես կոչված, ինչպես դուք ճիշտ նշեցիք, Արևմտյան Ադրբեջան կեղծ եզրույթին, սա արդեն Հայաստանը զավթելու ծրագիր է։ Սա Հայաստանը օկուպացնելու ծրագիր է։ Անթաքույց ծրագիր է, որը առաջ է մղում Ադրբեջանի նախագահը կարճ ժամանակ ընդհանրապես վերջերս Գիտությունների ակադեմիային կոնկրետ ցուցում տվեց, ասեց գնացեք հիմնավորեք, որ Հայաստան չկա, չի եղել, այլ տեղը եղել է Արևմտյան Ադրբեջան։ Նրանք հստակ ասում են, նա իր խոսքում հստակ ասում է, պարզ ասում է, որ ուզում է զավթել Հայաստանը, որ ուզում է, որ ընդհանրապես Հայաստան չլինի, չի եղել Հայաստան, չկա հայկական ինքնություն։
Սա նա այս մասին շատ հստակ ասում է եւ նա հատուկ հումանիտարիզացրել է, մարդասիրական է դարձրել, նա հատուկ է դա անում։ Նրանք շատ խորամանկ են գործում, որպեսզի նա Փաստականների վերադարձի անվան տա, որպեսզի նա թաքցնի իր պետական զավթողական ծրագիրը, նա ինչ է անում։ Վերադարձի անվան տակ, այս շղարշով է պատել, իբր մարդկանց վերադարձի հարց է, հավասարեցրել է արցախցիների հարցին, հələ մի կողմ թողենք անգամ որ Ադրբեջանում, Բաքվում, Սումգայիթում բնակվող հայերի հարցն է այստեղ դուրս գալիս, հավասարեցրել է Արցախին եւ տեսեք ինչ է անում։ Ասում է, որ նրանք ունեն վերադարձի իրավունք, որովհետև դա նրանց հայրենիքն է, հայերը իբր տեսեք ինչ ասում, 19-րդ դարում են արհեստական բերվել այստեղ, ինչպես ինքն է ասում, Արևելյան Անատոլիայից եւ Իրանից, որովհետև սա հայերի հայրենիքը չի եղել։ Մեկ կարևոր բան եմ ուզում ամրագրել։ 90 նա բոլոր իր Ադրբեջանի նախագահի մասն է խոսքը, բոլոր իր հարցերը հիմնվում է, մեխերը դնում է 90-ականների իրադարձությունների վրա, գրեթե բոլորը գրեթե կառուցված է դրա վրա, եւ այս կեղծ արևմտյան Ադրբեջան եզրույթը դրանով է պայմանավորված։ Բայց եկեք տեսնենք, արդյոք նա ունի այդ միջազգային հնարավորությունները։ Արդարադատության միջազգային դատարանը, մարդու իրավունքների եվրոպական դատարանը փակել են այս հարցը, եւ մարդու իրավունքների եվրոպական դատարանը փակել է 2021 թվականի ակտերով, 2024 թվականին էլ փակել է Արդարադատության միջազգային դատարանը։ Նրանք ասել են, մենք այդ դատարանները չենք էլ կարող քննել այդ գործերը, եվրոպական դատարան ասել է, որ դու նաև ուշացել ես, այնտեղ մի գանգատ է եղել, Քարվաճարից իբր մեկը բնակվել է Քարվաճարում, դիմել է այդ վերադարձի նման հարցով։ Ասել է, որ ժամանակը անցել է, դու չես կարող այլևս դիմել։ Այսինքն, տեսեք, Ադրբեջանը ունի Ադրբեջանի դեմ կայացված միջազգային դատական ակտեր, որոնք փակել են այդ հարցը։ Մենք ունենք միջազգային դատական ակտեր, որոնք ճանաչում են այդ հարցը եւ գործող է, ու մերը հումանիտար է։ Եվ մենք չենք կարողանում օգտվել մեր այդ հնարավորություններից։ Այո, եւ այստեղ մի կարևոր հանգամանք էլ կա։ 90-ականների հարցը միանշանակ փակված է։ Այդ հարցը միջազգային հեռանկար չունի։ Հիմա այստեղ կարևոր մի բան։ Այս արևմտյան ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձի հարցը, որ արհեստական բերվել է, օրակարգ բարձրացվել է, ամբողջությամբ այս իշխանության նրա ղեկավարի քաղաքական պատասխանատվությունն է։ Այն, որ նրանք այսօր միջազգային ատյաններով փակված հարցը թույլ են տվել, որ գա օրակարգ, պատկերացնում եք, չկա, միջազգայինորեն չկա։ Սրա հարցը միայն քաղաքական որոշումների արդյունք է, քաղաքական քայլերի։ Այսինքն այսօր Հայաստանի իշխանությունը կառավարության ղեկավարի, նրա ղեկավարի գլխավորությամբ ամբողջությամբ ոտնահարում է, տապալում է ուղղակի միջազգային համակարգը, միջազգային իրավական համակարգը։ Էլ չասենք, որ ամբողջությամբ մսխում են այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Վաշինգտոնում ստորագրված այդ հատկապես թրիփի այսպես նշանակությունը կարևոր եւ բայց ամենակարևորը միջնորդական առաքելությունը ԱՄՆ-ի։ Ոնց կարելի է այդ երկրի նման երկրի հզորագույն միջնորդական առաքելությունը դու ունենաս հնարավորություն օգտագործես քո երկրի շահերի համար, Ադրբեջանը ինքը կարողանա 10 անգամ ավելի օգտագործել։ Այդ պայմանագրերը ստորագրելուց հետո Ադրբեջանի նախագահը անմիջապես հարցազրույց է տալիս, ասում է, թե Հայաստանը սահմանադրությունը փոխի։ Ասում է, եթե հանգր չփոխի, դա Ամերիկայի նախագահի նկատմամբ անարգանք է։ Հələ տեսեք, ինչ աստիճան է անտեսում։ Հաշվի առնելով, որ այդ նախաստորագրված փաստաթղթում հատուկ գրված է, որ ներքին գործերի երկրները չեն միջամտում։ Մի շաբաթ հետո գնում է Ադրբեջան, ասում է հայ հասարակությունը հիվանդ է։ Հələ դուք տեսեք, ինչ աստիճան դու պետք է թույլ լինես, վախեցած լինես, որ թողես այսպես խոսան եւ այդ այո, այսինքն ունենաս բազում հաղթաթղթեր, բազում արգումենտներ, որոնք դու չես կարողանում օգտագործել, կապիտալիզացնել քո երկրի շահից, հակառակը հրաժարվես քո օրինական շահերից, անտեսես Արցախի շահը, նույնիսկ չկարողանաս խոսել այն մասին, որ այդ թվերին, որ Հայաստանից Ադրբեջան ինչ-որ մարդիկ են տեղափոխվել, Ադրբեջանից շատ ավելի մեծ թվով են, չէ՞, հայեր տեղափոխվել Հայաստան, բռնագաղթել են, կորցրել են մեծ այո, եւ գիտեք ենթարկվել։ Ճիշտ եք ասում, եւ ստացեք Համբուրգում նրա հայտարարությունները վախվորած, վախեցած, ամաչում ես, որ sense երկրի ղեկավար ունես, ես տեսեք քիչ ամնում Ադրբեջանի նախագահին ասի, ինչ անեմ քո համար, ինքնահրկիզվեմ, կիսլատա լցնեմ, վառեմ ես մեր երկրի վրա, ինչ ուզում ես անեմ, մենակ այդպես բաներ մի արա իմ հետ։ Է որ ասում են ինքնահրկիզվեմ, շենքեր գրավեմ, ինչ անեմ։
Հա մենք, բայց գիտեք, ասես մարդ ուզում է ասի, եւ ես ասում եմ նրան, ասում եմ Նիկոլ Փաշինյան մի վախեցի։ Թող մենք այտենց ժողովուրդ չենք, դու մի տես մի վիճակի Բայց մեզ դի։ Տան-Թաթարան Հայաստանում հեչել չի վախենում։ Ես Տեսեք նրան ինչեր է անում հա, Հայաստանում։ ես մի վախեցի ասում եմ նրա համար, որ հարցը չես կարող լուծես, դու հեռու գնա, որ հարց լուծողները գան լուծեն։ Մենք ձևերը կան։ Ես մեր ժողովրդին եմ ուզում հիմա դիմեմ եւ անընդհատ ասում եմ ժողովուրդ ջան չընկճվեք հանգարց։ Չվախենաք, որևէ մեկը չընկճվի, ժողովուրդ ջան, բոլոր ձևերը կան։ Այս հարցը լուծելու Անհուսությունը հենց Նիկոլ Փաշինյանն է ներշնչել տեսեք, այո, որովհետեւ սարսափելի վախենում է, տեսեք ինչ աստիճան, նրա խոսքից էլ երևում է ինչ աստիճան սարսափած է։ Դուք պատկերացեք այն աստիճան, որ անձամբ է ինքը խոսում արդեն այս արևմտյան Ադրբեջան կեղծիքի մասին։ Մինչ այդ ինչ էին ասում էին նման բան չկա, դա ընդհանրապես ՀԿ է, բանի տեղ մի դրեք։ Հիմա տեսնում են որ ներքին լսարանի համար են ասում, այո։ Դրա համար ես ասես իսկապես ուզում ես ասես մեզ ինչի ես դու այդքան նվաստացած ներկայացնում։ Բոլոր հնարավորությունները կան։ Դու հեռու գնա, այդ հարցը գանք, այդ հարցը լուծվող է։ Հարց որը լուծված վերջացած է մեր երկրի օգտին ամբողջ հիմքերը մենք ունենք, փաստերը մեր ձեռքին են, իրավունքը մեր ձեռքին է, բայց աստիճան նվաստացած քեզ պահես։ Այո։ Հետո եթե նկատեցիք նորից Գերմանիայում խոսքի մեջ ասում է մենք գնում ենք դեպի խաղաղություն, իսկ ընդամենը 2 ամիս առաջ բոցաշունչ ելույթ էր ունենում խաղաղությունը հաստատվել է, ընդդիմություն, դու ինչքան էլ տանջվես, մենք խաղաղությունը արդեն հաստատել ենք։ Հիմա պարզվում է այդքան էլ չի հաստատվել, ինչ որ մի process կա, որ դեռ պիտի շարունակի։ Գիտեք ինչ հաճախ սա Այս հակասությունների ձեռը մարդ չի իմանում, էլի անընդհատ խոսքի մեջ հակասում է ինքն իր ասածներին։ Այդ դեժավյուն է, չէ, որ 2020 թվականի 44 օրյա պատերազմից առաջ չեք հիշում նույն հայտարարությունները այն ժամանակ էին։ Այսքան խաղաղ դեռ չի եղել, բացառիկ խաղաղություն է։ Այսօր խոսում է, իմոտ այդ դեժավյուն է առաջանում։ Նույն ժամանակաշրջան, նույն հայտարարություններն այն ժամանակ էին։ Եվ գիտեք, տեսեք մի հատ փորձենք հետ նայել հետահայաց, հա 5 տարվա ընթացքում։ Մենք 2020 թվականի նոյեմբերին, երբ որ այդքան ընկճված էինք այդ պարտությունից հետո, մենք փառահեղ վիճակում էինք կարելի ասել։ Այսպիսի նվաստացում, այսքան զիջումներ, որ այս 5 տարվա ընթացքում տեղի ունեցել եւ այդ ամբողջը ինքը դանդաղ քայլ առ քայլ մարսեցրել է, հաշտեցրել է հասարակությանը դրանց հետ, որ հասել ենք մենք այսօրվան, չէ՞, արդեն այսօր օրինակ տեղեկություն ստացանք, որ Սոտքում եւ Բերքաբերում նորից էլի սահմանային ինչ-որ աշխատանքներ են տանում եւ ըստ ամենայնի նորից սահմանազատման խնդիր է առաջանալու եւ նորից ինչ-որ հողեր է հանձնելու կամ չգիտեմ ինչ։ Բայց ես կուզեի նաև խոսենք այն մասին, որ այդ նույն մարդը, որը այդքան խեղճ ու կրակ, այդպիսի շողոմ ժպիտներով հանդիպում է եվրոպացիներին, հետո գնում է Ռուսաստան, դրսում փորձում է սիրաշահել, ելույթներ է ունենում ուղղված Իլհամ Ալիևին, այդպիսի խնդրալից եւ այլն, հանկարծ Հայաստանի ներսում դառնում է մի հատ մոնստր, մի հատ ահուսարսափ։ Ուրեմն պատերին է տալիս նրան եկեղեցու դեմ է պատերազմ հայտարարել, քաղաքական բանտարկյալները լցրել բերդերը, միայն 4 սրբազան ունենք այս պահին նստած, հերթական անգամ մերժեցին Սամվել Կարապետյանի կալանքը փոխելու միջնորդությունը, նախորդ օրը Արցախի ներկայացուցիչությունում խուզարկություն էին անում նորից էլի ահուսարսափ տարածելու բանի նպատակով։ Մի մարդու մեջ տարբեր մարդիկ են նստած, թե դրանք իրոք նույն քաղաքականության շարունակությունն է, որը դրսևորվում է դրսում ուրիշ կերպ, ներսում ուրիշ կերպ, եւ չի հանգստանում, չի դադարում, նույնիսկ հանրային արձագանքից չի վախենում այլևս։ Մենք տեսնում ենք, չէ, ինչպես են եկեղեցու նկատմամբ արշավը ինչքան մերժման է արժանանում մեր հասարակության կողմից։ Այո, տեսեք, հիմա Հայաստանում ինչ է կատարվում։ Ֆորմալ իբր թե կա ժողովրդավարություն եւ նրանք այդ մասին անընդհատ խոսում են, բայց իրականում Հայաստանում ժողովրդավարությունը ամբողջությամբ ջախջախված է։ Ուղղակի փշրանքների է վերածված։ Մարդու իրավունքների համակարգը չի գործում։ Իրավունքի գերակայությունը տապալված է։ Եթե եղար Նիկոլ Փաշինյանի օգտին խոսեցիր, ինչ որ բան արեցիր, ամեն ինչ կներվի։ Ինչ ուզում ես գնա արա։ Որևէ վարույթ չի նախաձեռնվի, ինչ որ մի բաներ անեն, կթաքցվի, չի երևա, պրոպագանդան կաշխատի այդտեղ եւ այլն։ Սա այս ամենը նախ գալիս են շատ մեծ իմ կարծիքով նաև վախերից, ներքին քաղաքական լրջագույն խնդիրներից, որովհետև նա այս ամենի վրա կառուցում է նաև իր իշխանությունը։ Տեսեք, ընդհանրապես այս իշխանությունը շատ հետաքրքիր բնութագրություն կա, ինքը նեգատիվ ինքնության իշխանություն է։ Ինչ է նշանակում։ Նրանք
իշխանության եկել են եւ պահում են ատելության, ցասումի վրա, հակադրությունների վրա, սա հակադրությունների վրա նստած հիմնված իշխանություն է։ Այդ մուրճը, որ այդքան ցույց է տալիս, պահում է, դա բռնությունների, անօրինականությունների սիմվոլ է դարձել։ Եվ այստեղ մի բան մենք պետք է հստակ նկատի ունենանք, որ այս իշխանությունները նաև վաճառում են իրենց արածը մեր քաղաքացիներին։ Դրանով փորձում են աջակցություն ստանալ։ Օրինակ, ասֆալտ են կառուցում, անում, ենթադրենք, եւ վաճառում են մարդկանց։ Ինչ նկատի ունեն վաճառում են։ Դա նրանց պարտականությունն է, պետք է անեն։ Հələ մի կողմ թողնենք, որ այդ տենդերներով այդքան հրապարակումներ կան, կոռուպցիոն մեծագույն սկանդալների հարց է, պաշտոնյաների ներգրավման մասին հրապարակումներ կան եւ այլն, բայց Իրանքը հանրային միջոցներից է գոյանում այդ գումարները եւ ինչ որ բաներ պետք է անեն այս երկրում, էլի, այնպեսի որ դա մի հրաշք է։ Այո։ Եվ նաեւ այստեղ կարեւոր է այն, որ նրանք հատուկ մտածված քարոզչությամբ ամբողջը թաքցնում են եւ այդ քարոզչությունը շատ հատուկ է բռնատիրական պետություններին եւ այսօր Հայաստանում պատահական չէ որ հաստատված է անձնիշխանություն եւ կուսակցապետություն։ Այսօր Հայաստանում հաստատված է անձնիշխանություն, ամբողջը անձի շուրջ է կառուցված։ Եվ սա կառավարությունը ես եմ ասում եմ։ Եվ սա նախապատրաստական աշխատանք եղավ, տեսեք, սկզբում ինչ արեցին։ Կարևոր ծառայությունները բերեց, մցրեց վարչապետի ենթակայությամբ անմիջական եւ իրականացնում է բացահայտ լիազորությունների չարաշահում։ Ինչ է տեղի ունենում։ Հաճախ, երբ հրապարակվում են տեղեկություններ ինչ որ հանցագործությունների դեմ պայքարի եւ այլնի մասին, ամբողջը տպավորություն է, որ կառավարության ղեկավարը նաեւ կատարում է օպերլիազորի գործառույթ, քննիչի, դատախազի, դատավորի, քրեական գործի հանգամանքներ են քննարկում եւ այլն, քաղաքական ուղղորդումներ են ակնհայտ գնում, կլինեն ազգային ժողովում, կլինեն կառավարության նիստին եւ այլն, եւ դրա հիման վրա կամ դրան հաջորդում են քրեական հետապնդումներ, կամ ընթացքում ուղեկցում են այդ քրեական հետապնդումները։ Այսօր քրեական հետապնդումը առհասարակ արդարադատության այս համակարգը, հատկապես կալանքները, ձերբակալությունները դարձել են մահակ են դարձել ուղղակի իշխանություն իրականացնելու այս ճանապարհին։ Այո, դրանք այսօր պատիժ եւ լրացուցիչ զրկանքներ են։ Պատիժ են, որոնք պատճառում են մարդկանց լրացուցիչ զրկանքներ։ Սա շատ կարեւոր է եւ նաեւ դրանք անգամ կարող են, գիտեք, sense կարճատև լինել։ Բայց ամենակարևորը որպես պատիժ եւ դրան նաեւ ուղեկցում է հեղինակազրկումները։ Հեղինակազրկումները, տեսեք, այսօրվա իշխանությունների ամբողջությամբ գործելավոճը, եթե բառապաշարին անգամ գնանք, դուք գրեթե չեք տեսնի, որևէ մենք մանրամասն մոնիտորինգ ենք անում, գրեթե չեք տեսնի, որ լինի որևէ իշխանության ներկայացուցիչ, որը հրապարակային է գործում, ինչ որ մի բան գրում է, ասում է, մեծագույն ծավալի ատելություն, թշնամանք հրահրել, այս ամենը արվում է նաև նրա համար, որպեսզի ծածկվեն այն խնդիրները, որոնք իրականում պետք է լուծում ու մեր երկիրը առաջ գնա։ Դրա համար է նաև իշխանությունը նստած դրա։ Օրեր առաջ էլ հայտարարում էր, որ քաղաքապայմանագիրը ընդունել է էթիկայի կանոնագիր եւ այլևս չեն հայտնվելու իրենք։ Իրենք չեն հայտնվելու, բայց իրենց ֆեյքերով, իրենց ստատուսչիներով այդ շարունակելու են այդ գիծը։ Շատ ծիծաղալու է, գիտեք, երբ իշխանություն, որը հանրային տիրույթ է բերել իր պաշտոնյաներով հանդերձ հայոյանքը, մի քանի անգամ փորձեցին քրեական օրենսգրքով, մի անգամ են նույնիսկ ամենաամոթալի հոդվածն ամրագրեցին հոդ քայոյանքի քրեականացնող հոդվածը, եթե հիշում եք, հետո դրան ստիպված եղան ճնշումների ներքո դուրս բերել։ Այդ հոդվածը դարձել էր վարչապետի ինձ տպավորությունը դա եւ այդպես էլ կար վարչապետին պաշտպանող հոդված հայոյանքից պաշտպանելու համար։ Հիմա ինչ արեցին, բերեցին այդ հոդվածը հանեցին, բայց այն ինչի համար մարդկանց արհեստական հետապնդում էին անում, բերեցին հիմա ուրիշ հոդվածների մեջ են տեղավորել։ Եվ հիմա նորից էլի բացահայտ չարաշահում են։ Այն դեպքում, երբ որ դա նրանց կողմից է տեղի ունենում, այդ հայոյանքը, այդ վիրավորանքը, սարսափելի ամենածանր վիրավորանքի բառերով ոչ մի բան։ Հետո տեսեք, սկսել են արդեն բացահայտորեն խոստովանել, որ իրենք օրենք են խախտում եւ դրանից չեն վախենում, կարծես չեն զգուշանում։ Ասենք ինքը ամբիոնից բացահայտ ասում է, այո, ԱԱԾ-ի ներկայացուցիչը գնացել է քահանայի հետ զրուցել է, որպեսզի
պատարագի տեքստից այդ Զեղչվի կաթողիկոսի անունը, ասում է ես նախապես այո տեղեկանում եմ, այդ պատրաստ է արդյոք քահանան իմ ուզած ձևով պատարագը վարել, հետո եմ գնում այդ եկեղեցում պատարագի մասնակցում։ Չէ, ուրիշ դեպքերում թվում է թե կամա չէին, այդ տեսակ նախադասություններ տենց բացահայտ չէին ասի, կամ ԱԱԾ-ն օգտագործելու հանգամանքը տենց բացահայտ չէին ընդունի, որտեղ դրանից դենը օրենքի խախտում, ես այլևս չեմ պատկերացնում ինչ կարող է լինել էլի Դուք երկրում։ ճիշտ բնորոշում տվեցիք, որ նա օգտագործում է իրավապահ մարմիններին, օգտագործում է իր քաղաքական նպատակների համար եւ նա հեղինակազրկում է նրանց։ Ժողովրդի առաջ հեղինակազրկում է, սա շատ Այո, կարեւոր է։ Համար ես նաեւ մեկ անգամ ելի եմ ուզում ասել, որ մեր իրավապահ մարմինների ծառայողներին, որտեղ շատ արժանապատիվ մարդիկ կան, որ ասում են, տղերք, ինքը ձեզ օգտագործում է, դուք արժանապատիվ մարդիկ եք, այդքան ձեր ընկերները կյանք են տվել այս պետության համար, դուք ձեր մեջ եք կան, որոնք կռիվով են կյանք տվել, մի մասը ծառայությամբ են կյանք տվել, կրթություն ունեք, դուք ո՞նց եք թույլ տալիս, որ ձեզ օգտագործեն նեղ քաղաքական շահերի համար։ Սա շատ կարևոր է, այո, օգտագործվում են իրավապահ մարմիններին, նա օգտագործում է հեղինակազրկելու, նաև իմ կարծիքով դա էլ ես կարծում եմ նպատակ ունի, բայց արդյունքում հեղինակազրկվում են նաև իրավապահ հետո մարմինները։ բացի այդ էլ անօրինական բաների մեջ են իրանք հիմա մասնակցում, անօրինական գործողությունների, որոնց համար կարող են վաղը մյուս օրը պատասխան տալ, չէ։ Որ Իրավապահ Նիկոլ Փաշինյանը իհարկե, չի պատասխան իհարկե, տալու, ԱԱԾ տնօրենը, գլխավոր այո, դատախազը, այո, ովքեր որ ստորագրել են, այո, ովքեր այդ հրամանները կոնկրետ գործողություններ անում, ստորագրում են, այո, նրանք պետք է դա նկատի ունենան եւ չներգրավեն որևէ արարքի մեջ, որը խախտում է օրենքը, որը կոնկրետ ուղղված է ինչ որ մի քաղաքական նեղ անձնական քաղաքական շահերի բավարարմանը։ Սա շատ կարեւոր է։ Նույնը ասենք օրինակ մեր եկեղեցիներում այդ քաղաքական բնույթի միջոցառումները, որ միջոցառում։ նրանք անցկացնում են, դրանք Այո, քաղաքական բնույթի միջոցառումներ են եւ սահմանադրության կոպիտ խախտում են, որովհետև նա օգտագործվում է իրավապահ համակարգը նաև որպես հենասյուն, նաև իրենց պաշտոնատար անձինքեր։ Դրանք էլ պատասխանատվության լուրջ խնդիր է, ես ասել եմ նաև իմ այսպես ուղերձով, որ սրանք քրեորեն պատժելի արարքների հատկանիշներ են եւ պատժելի արարքներ են եւ օգտագործվում են նրանք այս սահմանադրության, տեսեք, սահմանադրությամբ ամրագրված մենք ունենք հստակ պահանջներ, որ եկեղեցին անջատե պետությունից, որ պետությունը օրենքով ունենք, որ պարտավոր է ապահովել եւ հարգել ու ճանաչել եկեղեցու ինքնուրույնությունը, իր նիվերապետական սահմաններում եւ այլն։ Ամբողջությամբ խախտված է։ Այո, օգտագործելով նաև իրավապահ համակարգը, տարբեր մեծ հաշվով պետական, այսօր նենց է ստացվել, որ մեր պետական համակարգը ծառայում է մեկ անձի եւ մեկ կուսակցության շահերի։ Եվ հակառակը կուսակցությունը օգտագործում է պետական, այնտեղից են օգտագործում են պետական համակարգը իրենց շահերի համար։ շատ լավ, իսկ եկեղեցու դեմ այս արշավը երկակի ոնց որ բացատրություն է գտնում հա մարդկանց մոտ։ Մի մասն ասում է, որ դա դրսից թելադրված պայքար է հայոց եկեղեցին թուլացնելու նպատակով, որտեղ եկեղեցին ի վերջո հայ ազգի հենասյուներից է, արժեքները պահպանող մի համակարգ է։ Բայց մյուս կողմից կարող է նաև խնդիրն այն է, որ հիմա մեզ այնքան զբաղեցնի եկեղեցու դեմ այդ պայքարը պայքարին հակազդելով, որ մենք այլևս ուշադրություն չդարձնենք, թե մյուս ֆրոնտներում ինքը ինչ է անում, հա։ Այդ նույն կարող է սահմանազատում գնա, չգիտեմ, Տիգրանաշենի հանձնում գնա, չգիտես, ուր կարող է տանել երկիրը, չէ՞։ Իմ կարծիքով այդ երկու էլեմենտներն այստեղ կան։ Առաջինը, այո, սա ադրբեջանական գլխավոր մոտիվացիան ադրբեջանական պահանջով եկեղեցու հեղինակազրկումն է, եկեղեցականների հեղինակազրկումն է, որովհետև Ադրբեջանի համահայկական կառույց, այո, որովհետև մեր եկեղեցին հզորագույն կառույց է ամբողջ աշխարհում, տեսեք մենք որքան աշխարհում որքան տեղերում ենք ներկայացված, մեր թեմերի առաջնորդները, մեր հոգևորականները որքան մեծ հեղինակություն ունեն, որքան մեծ հնարավորություններ ունեն սփյուռքը համախմբելու, նաև զսպաշապիկ են, չէ, Հայաստանի իշխանություններին որոշակի առումով սփյուռքի եկեղեցու առումով, որ ազգային շահերից հետ նահանջ չունենալու հետ կապված եւ լոբիստական, այո, տեսեք, շատ ճիշտ ասեցիք, այո, տեսեք մենք որքան աշխատանքներ կարող ենք, հիմա մի պահ ձեր հարցից որ գամ ես կողմ, մենք որքան այսօր աշխատանքներ կարող ենք տանել, մենք լրջագույն համակարգ ունենք, որոնք մեր պատմության տարբեր հանգամանքներով պայմանավորված պատմական դրվագների պատճառով ձևավորվել է սփյուռքը նաև, այո, ցեղասպանություն եւ այլն,
Բայց տեսեք մենք այսօր ինչ հզոր լծակներ ունենք, որ կարող ենք օգտագործել։ Փոխարենը պարակտում է տեղ ունենում։ Սփյուռքը տեսեք, էլի նույնպես պարակտում է տեղ ունենում։ Նպատակային պարակտում։ Ես ուղղակի համոզված եմ, որ սա նպատակային պարակտում է, որպեսզի այն նման այս ազգային շահի պաշտպանության ուղղված գործողություններ եւ այլն չկարողանան նպատակին ծառայել։ Ինչու՞, որովհետեւ Ադրբեջանի գլխավոր հայտարարած թշնամիներից են հայոց առաքելական եկեղեցին, Սփյուռքը նաև նա մշտապես է ասում, Ադրբեջանի նախագահը հատուկ հարցազրույցներ ունի, ելույթներ, որտեղ ասում է, որ Սփյուռքը թունավորում է հայերին Հայաստանում, այն ժամանակ Արցախներ կար, Արցախներ էր նշում, եւ ասում էր մեր խնդիրն է, որպեսի աչքերը բացենք, օգնենք Հայաստանում ու Արցախում ապրողների, ցույց տանք, որ դուք թունավորված եք, Սփյուռքը ձեզ պետք չի, եւ նա հայտարարում է բաց, որ պետք է այս հակադրությունները ստեղծվեն։ Եկեղեցու հետ կապված, եկեղեցին հռչակվել է Ադրբեջանի կողմից որպես 5-րդ շարասյուն իրենց պետականության համար, որպես պատերազմի քարոզիչ, ինչ ասում են։ Եվ բնականաբար նրանք այդ կապելով այսպես կոչված, որը քննարկեցինք, այդ արևմտյան Ադրբեջան վերադարձի հետ անընդհատ ասում են, որ նա մեզ կխանգարի մեր նպատակները իրականացնել։ Խոչընդոտները վերացնում են, Եվ տարօրինակ ձևով համընկնում են, շատ համընկնում են Փաշազադեի ու Փաշինյանի քայլերը։ Դուք տպավորություն է, որ սինխրոն անգամ երբ ժամկետային առումով դնում համեմատում ես, բարերի գործածման անգամ ձև իմաստային նշանակությունը ստացվում է նույնն է։ Եվ ակնհայտ է, որ սա ունի բնականաբար այդ մոտիվացիան, սա շաբազանց կարևոր մոտիվացիա է, որտեղ Ադրբեջանի ղեկավարը նույնպես խոսում է սրա մասին, Փաշազադեն անընդհատ է խոսում, գնում միջազգային կառույցների բողոքում է եւ այլն։ Երկրորդ խնդիրը, այո, սրանով նաև իմ կարծիքով լուծվում է ներքաղաքական հարցը, որովհետև Փաշինյանի այսօրվա իշխանության քաղաքական օրակարգը կառուցված է 3 հենասյուների վրա։ Նախկին նախագահներ, ռուսներ եւ եկեղեցու հետ կապված։ Ես ասել եմ նաև, որ Ռուսաստանից նա սարսափելի վախում է, ակնհայտ զգացվում է, բայց հանձնարարում է падգամավորներին, տարբեր կողմնակիցներով եւ այլն, ակնհայտ է, որ շատ եւ իրենց ֆեյքային էջերով եւ այլն այս թիրախը նույնպես թիրախին հարվածում է։ Ակնհայտ է։ Եվ երրորդը եկեղեցի։ Տեսեք ինչ է անում, նա իմանալով եւ իրականում մենք էլ գիտենք բոլորս, բայց դա եկեղեցու ներքին գործն է։ Մենք գիտենք, որ հարցեր կան եկեղեցու հետ կապված, որ մեր ժողովրդին վերաբերմունք ունի որոշ եկեղեցականների նկատմամբ, որ տարիներ ի վեր հենց այդ գործողությունների պատճառով է, որ ազդել է մեր եկեղեցու հեղինակության վրա, նաև մարդկանց մոտ եւ այլն։ Նա օգտագործելով այդ ամենը անընդհատ ստիպում է, որ բոլորը խոսեն այս մասին։ Տեսեք այս վերջին իրադարձությունները եկեղեցականների հետ կապված։ Ինչպես դուք ասացիք ձեր խոսքում, որ նա սա հատուկ է անում, որպեսզի այլ հարցերից շեղի։ Այո, սա նրա գլխավոր նպատակն է։ Տեսեք, մենք բոլորս իսկապես մեր քաղաքացիների մեծ մասը հոգնել են այս անօրինականություններից եկեղեցու նկատմամբ։ Եվ դրա համար ենք ասում, որ մենք իրականում պետք է ունենանք այնպիսի պետություն, որտեղ պետությունը իշխանությունը չի միջամտում որևէ ձև եկեղեցու գործերին, դա եկեղեցու ներքին գործն է եւ որտեղ եկեղեցականներն չունեն որևէ կարիք զբաղեցնելու ինչ որ պաշտոն եւ որ ներդաշնակ լինենք։ Հիմա տեսեք այս օրակարգը, որ Փաշինյանը ընդհանուր տանում է առաջ, նրա նպատակն է, որ բոլորը անդադ խոսեն սրա մասին, բայց սրա մասին ինչ է, սրա արդյունքում ինչ է տեղ ունենում։ Մենք գոնե մի աշխատատեղ ունենում ենք ավելի ստեղծած, չէ։ Մեր զինված ուժերը ամրապնդում ենք սրա արդյունքում։ Մեր անվտանգության համակարգը ամրապնդում ենք, մեր կրթական համակարգը բարելավում ենք։ Ադրբեջանը հանրային համերաշխությունը, Ադրբեջանը դուրս է գալիս մեր տարածքներից, որը օկուպացրել է, չէ։ Տեսեք, որ սա, որովհետև հələ տեսեք այսքանը որ թվարկեցի, այսօրվա իշխանության մեծագույն խնդիրներն են, բայց նա ինչ է անում, որպեսզի օրինակ օկուպացիայի Ադրբեջանը օկուպացել է մեր տարածքները, որպեսզի այդ հարցերը չքննարկվեն, որպեսզի անվտանգության համակարգի հարցերը չքննարկվի, անընդհատ այս խնդիրների մեջ է մեզ պահում, որի արդյունքում մենք պարակտվում ենք, տրոհվում ենք, ավելի ենք մասերի բաժանվում եւ ի վերջո ազդում է բնականաբար մեր պետականության ամրության վրա, սա թուլացնում է, սա պարզապես պայքար է մեր պետականության ձևակերպում, ասում ժամանակին մենք քննարկում էինք իր հեռացումը, հիմա ամբողջ ազգով քննարկում ենք կաթողիկոսի հեռացումը։ Տեսեք, այո, ինքը շուռ տվեց, հարցը բերեց լրիվ ուրիշ դաշտ։ Բայց սա պետականության դեմ պայքար է ուղղակի, սա թուլացնում է մեր պետականությունը, մեր դիմադրողականությունը թուլանում է սրա պատճառով, այո։
Պարոն Թաթյան, փաստորեն մենք այսպես կարող ենք շատ երկար խոսել, քննարկել եւ ներկայացնել մեզ լսողներին, թե ինչքան սխալներ է թույլ տալիս այս իշխանությունը եւ ինքը անձամբ Նիկոլ Փաշինյանը, ինչպես է բոլոր գծերով, բոլոր ուղղություններով տապալել, ձախողել պետության կառավարումը եւ ես կարծում եմ, որ արդեն մտածող խելամիտ մարդիկ եկել են այն կոնսենսուսի, որ ինքը պետք է հեռանա, պետք է ամեն ինչ անել, որպեսզի 26 թվականին այլևս մենք իշխանության չունենանք քաղբայմանագիր կուսակցությանը եւ Նիկոլ Փաշինյանին։ Հիմա ես տեսնում եմ, որ ինքը շատ հետևողականորեն փորձում է ամրապնդել իր դիրքերը, ստացվում է, չի ստացվում, դա ուրիշ հարց է, բայց ինքը գնում է այդ ուղղությամբ, հա, իսկ ընդդիմությունը չի կարողանում գոնե հստակ ինչ-որ մի բան ձևակերպել, միասնականության ինչ-որ մի հատ մթնոլորտ ստեղծել, հանրային այնպիսի իրավիճակ ստեղծել, որ մարդիկ գնան եւ ջնջեն քաղբայմանագրին եւ ընտրեն ընդդիմադիր ուժերի։ Ուզում եմ այս ամենը կապենք վերջին ընտրությունների հետ, հա, վաղ շաբաթի ընտրությունները թերևս պետք է մեզ բավականին ուսանելի դաս լինեին, որից մենք կարողանայինք ինչ-որ հետևություններ անել, գոնե ընդդիմությունը կարողանար իր մարտավարությունը այնպես կազմակերպել, որ նույնը չկրկնվի 2026 թվականին, որտեղ պարզ է, որ իրենք բոլոր լծակները օգտագործելու են, ադմինիստրատիվ բոլոր ռեսուրսները կիրառելու են, որպեսզի կարողանան այդպիսի իրավիճակ ստեղծեն եւ սենց ասած մի կերպ իշխանությունը փախցնեն, հաղթանակը գողանան, հա, ձեզնից։ Հիմա իմ տպավորությամբ իրենք գնում են մի քանի ուղղությամբ, ուրեմն մտցնել խաղի մեջ տարբեր կեղծ ուժեր, որոնք կփոշիացնեն ձայները, հա, դրա դեմ ոչինչ չեն կարող անել, ասենք, չգիտեմ, Արամ Սարգսյան, SNN-ն ինչ որ կուսակցություններ կմասնակցեն, որոնք փոքրիկ ձայներ կտանեն եւ այդ ձայները հետո կփոշիանան, կմիանան իրենց։ Խաղի վարկաբեկել ընդդիմադիր ուժերին, թույլ չտալ, որպեսզի համախմբում տեղի ունենա, միասնականություն կայանա եւ նորից ընդդիմությունը լինի շատ պառակտված եւ փոքր ուժերով մասնակցի ընտրություններին եւ դրան գումարած նաեւ այնքան հուսահատեցնի ընտրողին, որ ընտրողը չգնա ընտրության, քվեարկության չմասնակցի պարզապես։ Սրա դեմ հակա քայլեր, հակա թույն, այսպես ասած, ունի արդյոք ընդդիմությունը եւ դուք ոնց եք պատկերացնում այդ պայքարը։ Ամենը միանշանակ է, որ ամեն ինչ պետք է անել, այո, միավորված իրական հնարավորություն, որ մենք ունենանք 2026 թվականից հետո, որպեսզի ԿՊ-ն չլինի իշխանության, իսկ Նիկոլ Փաշինյանը չլինի վարչապետ, սա կարևորագույն հարց է։ 2026 թվականի ընտրությունները սովորական ընտրություններ չեն լինելու։ Դրանք մեր պետականության, մեր ազգի, մեր ազգային ինքնության տեսանկյունից կարևորագույն էգզիստենցիալ հիմնարար նշանակության ընտրություններ են, պատմական նշանակության ընտրություններ են։ Հետևաբար մենք պետք է հասկանանք, թե այս ճանապարհը անցնելու իրական կամ այս ճանապարհով գնալու իրական եղանակը որն է եւ ինչպես ենք դա մենք պատրաստվում անել, որպեսզի այո մենք ունենանք այս արդյունքը, որովհետեւ մենք պետականության լրջագույն այսօր կանգնած ենք մեր պետականության դեմ պայքարը կանգնեցնելու գլխավոր խնդրի առաջ, սա շատ կարևոր է։ Հիմա մենք պետք է վերլուծենք, հասկանանք, թե ինչն է վաղարշաբաթը նկատի ունենալով այո վերջին ընտրություններից, ինչն է նրան օգնում։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խարսխված է նրա վրա, որ նա սնվում է պաշտոնաթող նախագահների ժամանակ 90-ական թվականներից սկսած այդ ժամանակվա խնդիրներից։ Եվ մենք պետք է սա հստակ արձանագրում ունենանք եւ հիմա ես կասեմ ինչ նկատի ունեմ։ Տեսեք, իմ վերջին ասուլիսից հետո, երբ ես եղա, մենք շատ եղանք, ես անընդհատ մարզերում եմ լինում նախկին նախագահներին չմասնակցել։ Տեսեք, ես շատ մարզերում եմ լինում, հիմա շատ այցեր ենք իրականացնում։ Իմ այցերի արդյունքում նաև ես ակնհայտ տեսնում եմ, որ մարդիկ այս մոտեցումը շատ դրական են գնահատում եւ մարդիկ շատ դրական են խոսում նրա մասին, որ այս լուծումները, այո, սա է ճիշտ լուծումը, ճիշտ ճանապարհը եւ դրական խոսքը եւ արձագանքները։ Հիմա տեսեք, ես ուզում եմ ինչպես մոտենանք հարցին։ Մենք բոլոր նախագահների ժամանակաշրջանում, պաշտոնաթող նախագահների ժամանակաշրջանում բոլորս ապրել ենք այդ ժամանակաշրջանում,
մի նախագահի ժամանակաշրջանում սովորել ենք, մեկի ժամանակաշրջանում աշխատել ենք, մեկի ժամանակաշրջանում ձեռքբերումներ ենք ունեցել, առաջին նախագահի Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակահատվածում մենք անկախություն ենք հայտարարել, պատերազմ ենք հաղթել, անկախության հռչակագիր ենք ընդունել, երկրորդ նախագահի ժամանակաշրջանում անցել է տնտեսության արդեն զարգացման փուլ, մենք ունեցել ենք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Արցախի միակ Հայաստանի նախագահներից է, որ նաև Արցախի նախագահն է, Սերժ Սարգսյանի ժամանակ մենք ունեցել ենք նրա ներդրումները Արցախյան պատերազմում անուրանալի են, մենք արտաքին հարաբերությունների բնագավառում ենք ունեցել զարգացումներ, բայց արդյունքում եկանք եւ սրան զուգահեռ եղել են խնդիրներ։ 2018 թվականը պատահական չեղավ, 2018 թվականը բոլոր նախագահների ժամանակահատվածի կուտակված, մեկի ժամանակ սկսված, մեկինը վրա, իրար վրա կուտակված մեծագույն դժգոհությունների արդյունք էր, որքան էլ որ ասի, խոսենք, որ արտաքին միջամտությունները եղել է, չի եղել, բայց ակնհայտ էր, որ խնդիրներ կային մեծագույն եւ այդ խնդիրները նաև անարդարության էին բերում։ Գաղտնիք չի, չէ, որ մեր պաշտոնյաների մեծ մասը պետական համակարգը դիտում էր որպես անձնական հարստացման միջոց։ Այդքան որ մենք օրինակ գյուղերում պատտվում են, մարդիկ ասում են, այս ինչ-ինչ տեղը մի պաշտոնյան նախքին լիճ է կառուցել, ձուկ է աճացնում, մենք դրա պատճառով ջուր չունենք։ Այն մեկը ասում է, որ չգիտեմ, այսինչ խախտումները ես օրինակը բերեցի մեր հիմնադրամի համար շենք էի փնտրում, որ մեկի համար մատիվ դնում էի, ասում էին, սա այսինչ նախարարինն է, սա այսինչ չգիտեմ, падգամավորի է նախքին եւ այլն, դե հարցա չէ, անգամ իմ մոտ այդ հարցը առաջանում է, ես ասում, այո, հենց այդպես, այս ինչքան եք դուք այս մի փոքր միթիկա երկրից, այսպես ասած, տարել, որ ամեն մեկը մի հատ շենք գրկեր նստել է այսքան, հասկանում եք, դրանք եւ սա մեր երկիրը փոքր է եւ բոլոր իրար ճանաչում են, բոլոր այդ խնդիրները գիտեն։ Հիմա իսկ հիմա որ ադրբեջանցին եկել է իրանց կողքը նստել է, իրանց դա չի ուզում։ Հիմա եկեք գանք, հիմա եկեք հիմիկվա ժամանակաշրջանը գանք։ Հիմա էլ լինում է դրական բաներ լինում է, չէ՞, մենք չենք ասում ամբողջը նիհիլիստական եւ բայց եկեք տեսենք հիմա ինչ է կատարվում։ Հա նախկինի խնդիրները նա 18 թվին գեներացրեց ատելություն, ցասումի ատելության վրա եկան իշխանության եւ հիմա այն ինչ այս իշխանությունը ունի, ես դա կոչում եմ ստրատեգիական անկարողություն։ Ստրատեգիական անկարողություն է ուղղակի եւ հիմա արդեն կոնկրետ լծվել են իշխանությունը պահելու խնդրի առաջ սխալները կոծկելու համար։ Սա է։ Հիմա տեսեք ինչ է այսօր կատարվում։ Այն խնդիրները, որ կային նախկինում, էլ ավելի վատ դրսևորումներով մենք ունենք, չէ՞։ Այսօր այդ նույն էլի հրապարակումներ կան, նույն կոռուպցիոն սկանդալների ներգրավումներ ինչքան խոշոր կան, տենդերների, ապօրինի այո հարստացման, չէ՞, վստահ ենք, որ հրապարակումներ կան, քրեական վարույթներ չեն էլ հարուցվում կամ հարուցվում են, հետո չգիտես ինչ է լինում այդ քրեական վարույթների հետ եւ այլն։ Այսօր ավելի է խորանում հարցը, բայց այդտեղ ինչն է կարևոր։ Մենք խնդիր ունենք այսօր երբ մենք դնում ենք այսպես մեր քաղաքական համակարգը, մենք պետք է հստակ նկատի ունենք, մեր խնդիրը որն է, որպեսի այս արատավոր շղթան մենք կտրենք եւ Նիկոլ Փաշինյանը չկարողանա, մենք նրան հնարավորություն չունենանք վերընտրվելու։ Հիմա մենք երբ եւ ես ամենևին չեմ խոսում, տեսեք ես անձերի մակարդակ անձնական ես հատուկ շեշտում եմ պաշտոնաթող նախագահներ եւ հատուկ ասում եմ, որ նրան ժամանակաշրջաններում էլ եղել են, մենք ապրել ենք որպես իրողություններ, բայց հիմա մենք եկել ենք բախվել ենք մի հարցի, երբ այս իշխանությունը կառուցված է այն ժամանակվա խնդիրների, սխալների վրա։ Հիմա մենք ասում ենք, տեսեք, մենք ոչ թե ասում եմ ես որևէ մեկ իրավունք չունի մասնակցել, այլ խոսքը վերաբերում է նրան, որ այո, յուրաքանչյուրի իրավունքն է մասնակցել ընտրություններին, բայց մենք պիտի նկատի ունենք, եթե դուք մասնակցում եք եւ նա դրանից ավելի է ուժեղանում, իսկ դա ճշմարտությունն է, դա իրականում այդպես է, դրա շուրջ է կառուցված, ապա ինչու ենք տալիս այդ հնարավորությունը նրան եւ եթե այո, այդ պայմաններում մենք մասնակցությունը, օրինակ, պաշտոնաթող նախագահներից որևէ մեկը, որտեղ սա համակարգ է, մենք չենք կարող որևէ մեկի առանձնացնել։ Եթե նրանցից որևէ մեկը մասնակցում է, տալիս է այդ հնարավորությունը, ապա այո, դա իմ կարծիքով եւ հստակ իմանալով, որ նա իշխանության չի գալու, որտեղ մեր ժողովուրդը այդ հարցը, այդ պատասխանը փակել է, այդ հարցի պատասխանը փակել է, արդեն մի քանի անգամ հստակ ասել են։ Այդ ժամանակ այո, հարցեր են առաջանում։ Օրինակ ինձ մոտ հարց է առաջանում։ Հա, բան թեթև։ Նպատակը ո՞րն է այդ դեպքում մասնակցելու։ Գնան մասնակցելու։ ընտրեն այլ ուժերի։ Եթե ձեր ասելով ժողովուրդը տենց համատարած մերժում է նախկին նախագահներին, բայց
Դուք եք առաջադրվելու, Կարապետյանի ուժն է առաջադրվելու, չգիտեմ, հայրենիք կուսակցությունն է, ապրելու երկիրն է, լիքը ուրիշ ուժեր Տեսեք, կան, այս որոնք կարող են պայմաններում հայտ Նիկոլ, ներկայացնել եւ տեսեք, իրենք այս պայմաններում այսօրվա վարչապետը Նիկոլ Փաշինյանը իրեն ինքը ամեն ինչ անելու է եւ իրեն ձեռնտու է, որպեսզի նախկին նախագահներից որևէ կանգան բոլորը միասին լինեն իր հակառակորդները։ Որովհետև միայն այդ դեպքում է նրա համար հեշտ ասել դու գործարաններ եք թալանել, էս եք արել, դրոններ չեք բայց արել, հիմա կարծում զինված եք ուժերը այդքան չեմ լսում են ինքը ինչ է զարգացրել։ ասում, լսում Տեսեք, են այդքան գիտեք, իրեն, ես ամեն օր գնում եմ մարզեր, հիմա ամեն օր գրեթե չկա օր, որ մենք գյուղերում չլինենք, մարզերում չլինենք, տարբեր տեղեր։ Այո, մեծագույն մարդիկ եւ տեսնում են հստակ մարդիկ այդ ամենը, խնդիրները, այո, հասկանում են եւ գիտեք նաեւ մարդիկ ինչ են ասում են, որ այս երկու համակարգերը իրար լրացնում են, իրար պահում են եւ նրանք եւ սա նաեւ մեր ժողովուրդը նաեւ տեսնում է։ Թող երկուսին էլ Նայեք, մերժեն։ բայց քանի դեռ մասնակցությունը ընտրություններին լինում է, ապա այդ դեպքում ընդդիմության միավորում էլ չի լինում։ Հիմա տեսեք, ես այո, ընդունում ենք, որ պաշտոնաթող նախագահները իրենց խոսքով, գործով անընդհատ ինչ որ փորձում են բան անել եւ չնայած տարիքին նաեւ պատկառելի աշխատում են եւ այլն, բայց եթե դրա արդյունքում չի ստացվում եւ մեկ է, եթե միշտ հարցը կանգնում է լավ, այսպես ասենք, նախկինը թե ներկան, հաղթում է Նիկոլ Փաշինյանը, որովհետև այս համակարգը այդպես է կառուցված։ Արդյունքում ինչ է ստացվում։ Մենք ունենք մեր քաղաքացիների մեծագույն մասը, որոնք չեն պարզապես մասնակցում ընտրություններին, նրանք չեն մասնակցում որոշումների կայացմանը։ Եվ սա էլ մի բան, պաշտոնաթող նախագահների մասնակցությունը նաև օգնում է լրացուցիչ լեգիտիմություն է տալիս Փաշինյանին, ինչ նկատի ունեմ։ Տեսեք, երբ պաշտոնաթող նախագահներից որևէ մեկը մասնակցում է, ապա Նիկոլ Փաշինյանը եւ ԿՊ-ն ոչ միայն ձայներ են ստանում նրանց աջակցող մարդիկ էլ կան աջակիցներից, այլ նաև այն մարդիկ, որոնք քվեարկում են ընդդեմ այսպես կոչված, այսպես ասած, նախկինների, այսինքն նրանք օգնում են նաև լրացուցիչ լեգիտիմություն, այ որ հիմա թող լինի ասել, որ մեծ խոսում են, մենք աջակիցներ ունենք այդքան, նրանց մեջ նաև աջակիցներ են, մարդիկ են, որոնք քվեարկել են հանուն նրա, որ չգան նախկին իշխանությունները։ 21 թվականին դա աշխատել է։ Տեսեք, այս հիմա ինքը Նիկոլ Փաշինյանը մարդկանց պահում է երկու տեսակի վախերի մեջ, սարսափելի վախերի մեջ։ Մեկը, որ Ադրբեջանին է վերաբերում, պատերազմ սկսի այս կանի, մինչդեռ նրա այսօրվա նրա քաղաքականությունը ուղիղ ճանապարհ է պատերազմի։ Մեր շարունակական թուլացումը, մեր ինքնության շարունակական տանում է այսօր ուղիղ տանում է պատերազմի եւ այս Գերմանիայի վերջին հայտարարությունները, այսքան նվաստացումներ, ստորացումներ, հենց այդ ուղիղ դրա արտահայտությունն է։ Երկրորդ, որ նախկինները հետ չգան։ Այս երկու վախերի մեջ է նա պահում մեր երկիրը։ Իսկ ես ինչ եմ ասում։ Ես ոչ թե ասում եմ, որ գիտեք, պատմական մենք պատմությանը մեր ջնջենք եւ այլն, ոչ, ասում եմ անհրաժեշտ է այս փուլում, եթե տեսնում ենք դերակատարությունը, դու կարող ես լավագույն մարդ, արժանապատիվ այլն, բայց եթե քո դերակատարությունը քաղաքական կոնկրետ իրավիճակում, պատմական ժամանակաշրջանում այլևս չի ծառայում քո ժողովրդի միավորմանը, չի ծառայում հանունի, այլ քեզ օգտագործում են ընդդեմին, քեզ օգտագործում են, որ ավելի ուժեղանան, այդ դեպքում ինձ մոտ հարց է առաջանում, դու եթե մասնակցում ես քաղաքական իմանալով, որ դու չես գալու իշխանության, բայց եթե դու մասնակցում ես, դու դառնում ես ընդհանրապես գործիք իշխանության ձեռքին եւ ռեժիմի մաս։ Դուք կարծում եք, որ եթե չմասնակցեն նախկին նախագահները, միանշանակ ստացվելու է Նիկոլ Փաշինյանին հաղթելը։ Մի պահ պատկերացնենք չեն մասնակցում։ Իմ կարծիքով, եթե պաշտոնաթող նախագահները ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը պարտվի, ապա նրանք չպետք է մասնակցեն ընտրությունների, այդ դեպքում միայն կառաջ կգա իրական հնարավորություն միավորված այնպես անել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չլինի վարչապետ, ընդ որում նորից եմ մեկ բան թույլ տվեք ասեմ, խոսքը չի վերաբերում նրան, որ մենք ջնջենք մեր անցյալը, ոչ, բայց խոսքը նրա մասին է, որ մենք տեսեք ինչ ենք անում, մենք անverջ այսքան տարի մնացել ենք 90-ականների մինչև եկեք 2023 ասեմ, այս պատմության, այս ճիրաներում գերի ենք մնացել, անընդհատ ինչ ենք քննարկում, պատմության մեջ մտել ենք, անընդհատ փորում ենք, դու ես ճիշտ, ես էի սխալ, դու ես ճիշտ, մենք միշտ խնդրեմ կգտնենք, դրա համար մենք հիմա պետք է միավորվենք ոչ թե մեր տարաձայնություններով, այլ մենք պետք է միավորվենք հանուն մեր երկիրը առաջ տանելու, ու մենք կտեսնենք, որ եթե մենք
չենք փորում ու մեղավորներ կոնկրետ փնտրում, այլ հասկանում ենք ինչը մեզ խնդիրներ ստեղծեց, քաղած դասեր։ Օրինակ պաշտոնաթող նախագահները ինչքան լավ կլինի, եթե հելնեն ասեն, ժողովուրդ ջան, ես այս ինչը սենց էի արել, սխալ էր, դրա համար ձեր բողոքը առաջացավ։ Մի արեք այլևս այլ, եկեք գնանք որպեսի այլևս այս Ինչ որ ծրագիրը։ բաներ ասել են իհարկե, Տեսեք, խնդիրը ստացվել է այնպես, որ մեկը ուզում է ցույց տալ, որ ինքը ավելի լավն է, քան իր հաջորդը, այն հաջորդը ուզում է ցույց տալ, որ ինքը ավելի լավն է, քան նախորդը կամ դրանից հաջորդը, այս իշխանությունն ուզում է պահել իշխանությունը։ Եվ ես ուզում եմ հստակ ասել, ինձ մոտ հակառակ դեպքում, եթե այս պայմաններում, այս իմ նշած բոլոր սկզբունքները հաշվի առնելով, եթե մասնակցում են ամեն դեպքում նախագահները ընտրություններին, նորից եմ նշում, նախագահները հենց իրենք նախագահները, ոչ թե այսպես ուժերը կամ որևէ մեկը, եւ ընտրություններին, ոչ թե առհասարակ քաղաքականությունը, ապա ինձ մոտ հարց է առաջանում, իսկապես արդյոք նպատակը այն է, որ Նիկոլ Փաշինյանը չլինի վարչապետ, թե օրինակ այլ նպատակներ կան, ասենք, ինչ-որ բիզնես շահեր կարող է կան։ Ասում եք նախկիններ եւ այլն։ Ընդհանրապես նայենք եկեղեցու դեմ պայքարի ամբողջ այս մարտավարության ընթացքում։ Ուրեմն սկզբում ասում էր կուսակրոն են եւ այլն պիտի հեռանան, հետո փոխեց խոսույթը, թե չգիտեմ, KGB ինչ որ լեյտենանտ պիտի չհանձնարարություն չտա, այսինքն ինքը շատ ճկուն է այդ իր պայքարի մեջ, հա, ինքը կարող է անընդհատ խոսույթ փոխել։ Եվ մեկ էլ մի բան էլ, որ նախկինների մասին խոսում եք, օրինակ ես երբեք չէի պատկերացնի մինչև Գյումրու ընտրությունները, որ Վարդան Ղուկասյանը կարող է 2025 թվին դառնալ որևէ մեծ քաղաքի քաղաքապետ, որովհետև ինձ համար նախկին ասվածը հենց Վարդան Ղուկասյանն է, ոչ թե նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, հա, այդպիսի վատ համբավ ունեցող, նախկինում բավականին վարկաբեկված, լիքը կրիմինալ պատմությունների մեջ խառը, ոչ մաքուր, սենց ասեմ, կենսագրությունով մարդը ի վերջո եկավ եւ երկրորդ Հայաստանի երկրորդ քաղաքում ունեցավ նման մեծամասնություն։ Դրան դուք բացատրություն ունեք։ Խոսքը վերաբերում է դրան, որ Գյումրու քաղաքապետ ինչու ընտրվեց։ Այո, մարդիկ վստահեցին, չէ, ի վերջո ձայն տվեցին որովհետև մարդիկ նաև այն հույսով դա արեցին, որ քաղաքացիական պայմանագիրը այնտեղ չի լինի իշխանության։ Բայց եկեք տեսնենք արդյունքը ինչ եղավ։ Չէ, արդյունքը բռնություն է, արդյունքը անօրինականություն է։ Ես դրա համար եմ ասում, եկեք տեսնենք արդյունքը ինչ եղավ։ Այո, Փաշինյանը օգտագործելով, հենց դա եմ ասում, այո, ձեր ասածը, որ օգտագործելով, այո, իշխանության, այսպես չարաշահելով լիազորությունները, օգտագործելով ամեն ինչ անում է, որ հասնել իշխանության։ Բռնապետները միշտ կարող են անել, բան Սամվել Կարապետյանը ինչի համար է նստած։ Իհարկե, ես Սամվել Կարապետյանին բնորոշել եմ որպես պատանդ, այո, որ նա ինչ է արել, նա որովհետև բացի այն, որ նա քաղբանտարկյալ է, բացի այն, որ այդ բոլոր պարամետրերին համապատասխանում է, ինչու եմ ես նրան չափանիշներով միանգամից դա է միտքը, որ պատանդ է, որովհետև նրան հատուկ ազատությունից զրկել են, որ նա չիրականացնի ենթադրյալ ինչ-որ գործ, բայց ենթադրյալ նաև, որովհետև նրա այդ պահին գոնե չկար, չէ՞։ Նրա այդ հարցազրույցը, չէ, նաև այդ ընդամենը 1 րոպե չկար, քանի ընդամենը վայրկյաններ է։ Այդ հարցազրույցում այդ մարդը ոչ մի բան չի ասում քաղաքականության մասին։ Ասում է ընդամենը, այո, եկեղեցին ցուցաբերվող աջակցության մասին եւ տեսեք մի անգամից դրա համար ասում ենթադրյալ, անգամ ենթադրյալ իմ ասածը ինչ է նաև Գյումրու հետ կապված, որ այստեղ պետք է մենք որպեսի թույլ չտանք, որ գործադրվեն այս այսպես ավտորիտար լծակներ, հետապնդումները, ռեպրեսիաները եւ այլն, պետք է միավորված գործել մեկ անգամ եւ այն ասում եմ ռազին ավսիկի դա, որպեսի մենք փակենք այս էջը, որպեսի ուսա դաս լինի մեզ համար, որ մենք երբեք թույլ չտանք բոլորով, որ մեր երկրում իշխանության լինի մարդ, ով միայն հաստատում է երկրում անձնիշխանություն եւ կուսակցապետություն եւ ամեն ինչի պատրաստ է հանուն նրա, որպեսի պահի եւ պահպանի իշխանությունը։ Սա է իմ։ Շատ լավ, վերջի ուզում եմ մի եզրակացություն անեք։ Հնարավոր է համարում 26 թվականին ընդդիմության հաղթանակը եւ Նիկոլ Փաշինյանի հեռացումը, թե ոչ։ Միանշանակ հնարավոր եմ համարում, ես դրան հավատում եմ եւ այդ ճանապարհը տեսնում եմ, իմ կանցիկով այդ միավորումը հնարավոր է
եւ ես ամեն ինչ կանեմ դրա համար, ամեն ինչի պատրաստ եմ ինքս ամեն ինչ անել դրա համար, որպեսի միավորումը լինի եւ այո, մեր արդյունքը լինի այն, որ Նիկոլ Փաշինյանը չլինի վարչապետ եւ ունենանք երկիրը առաջ տանելու իրական հնարավորություն, բայց իմ կարծիքով դա հնարավոր է իմ Ձեր ասած սխեմայով։ նկարագրած, այո, պայմաններում։ Եղավ շատ լավ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, ես էլ եմ շնորհակալ։ Այսօր այսքանը կհանդիպենք։